մեր կողքի գտնվող շենքում իրականում թարգում է արտարությունը։ Մենք բոլորս այստեղ ենք պաշտպանելու հենց այդ արտարությունը, որն այսօր մարմնավորվում է մեկ անձի շուրջ։ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ իր գործով ապացուցել է, թե ինչ է նշանակում նվիրում, ինչ է նշանակում հավատ, անհայրենիք և Աստված։ Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ պարոն Կարապետյանը չի խոսացել, այլ գործել է։ Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ պարոն Կարապետյանը կառուցել է հայրենիքը լռությամբ։ Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ նրա ձեռքով է վերականգնել մեր երկրի արժանապատվությունը, քանդված շենքերի, կորսված հավատի և խամրած հույսերի փոխարեն ստեղծելով նոր իրականություն։ Եվ հենց դա է պատճառը, որ փոքրիկ խմբակը այսօր փորձում է խաչել նրան, որովհետև նրա գործը վախեցնում է շատերին։ Բայց մի բան պետք է հիշենք, արտարությունը չի մահանում։ Արտարությունը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ մենք կանք, քանի դեռ ժողովուրդը կանգուն է։ Հենց այսօր, սիրելի ժողովուրդ, դուք ապացույց եք, որ Սամվել Կարապետյանի կողքին ոչ թե պարտադրանքով ենք, այլ մեր համոզմունքով։ Որովհետև մենք գիտենք, փոքրիկ խմբակն էլ գիտի, որ պարոն Կարապետյանը չի քանդել, այլ կառուցել է, չի գողացել։ Մեր դիմացի շենքում այսօր դատում են մի մարդու, ումից իրոք վախենում են։ Եվ ամենացավալին այն է, որ դատում են մի մարդու, դատում են մի համակարգ, որը չունի որևէ բան արած հայրենիքի համար։ Ասեմ ավելին, հենց այս նույն մարդիկ, հենց այս նույն համակարգի անդամները նույնիսկ իրենց անձնական միջոցներով երբևիցե չեն օգնել իրենց հարևաններին։ Բայց մի բան եմ ուզում ֆիքսենք, պատմությունը շատ լավ հիշողություն ունի։ Եվ վաղը, երեկվա այսօրվա դատական նիստը հիշելու է ոչ թե որպես մեղադրանք, այլ որպես ժողովրդի հավատի ապացույց։ Մենք չենք եկել բղավելու, մենք ընդամենը եկել ենք ճշմարտությունը բարձրաձայնելու։ Եվ այդ ճշմարտությունը մեկն է։ Սամվել Կարապետյանը մեր քաղաքի, մեր երկրի, մեր Հայաստանի Հանրապետության արժանապատվության ճահագիրն է։ Ազատություն Սամվել Կարապետյանին։